Ի վերջո, ովքեր են ֆավորիտ տեխնացուները ձեր կարծիքով այսօրվա դրությամբ։ Ֆավորիտ տեխնացուները բոլորս ենք։ Բայց դուք ասում եք կրելու եք, բավականին պատասխանատու հայտարարություն է, երբ որ ասում են բավականին պատասխանատու հայտարարություն արել եմ, ես այդ ամեն ինչը ինչ որ ասել եմ, ես ինձանից չեմ հանե, դուք տեսել եք ինձ ընդունելությունը թաղերում, դուք տեսել եք Փաշինյանին չէին ընդունում, բայց հաղթեց։ Դե ես ինչ անեմ, հիմա մի քանի ժամ է մնացել։ Հիմա մի քանի ժամ է մնացել։ Դե հիմա դրա համար էլ ասում ենք, այնպես անենք, որ Գյումրիում Վանաձորի նույն պատմությունը չկրկնվի։ Ես դրա մասին եմ խոսել, դրա մասին խոսելուց էլ իմ կարծիքով, եթե ես նախազգուշացնում եմ, որ Գյումրիում հնարավոր է Վանաձորի օրինակը կիրառվի, տարբերակը կիրառվի, դրա համար իմ կարծիքով պետք չէ ինձ մեղադրել, որ ես նախապես զգուշացրել եմ այդ մասին։ Հանուն համերաշխ, հանուն բարեկարգ, հանուն համախմբված Գյումրի եմ քվեարկել, որպեսզի Գյումրին համախմբված լինի եւ գյումրեցիները կարողանան ընտրել այնպիսի քաղաքապետ, ով որ իրականում կանգնած է գյումրեցիների կողքին եւ ում որ իր քաղաքական թիմը չի կարող վնասել ու չի կարող հանել գյումրեցիների դեմ։ Ոնց որ ընտրվելու դեպքում ով էլ հաղթի, ես շնորհավորելու եմ, որովհետև մենք փորձելու ենք ամեն ինչ անենք, որ արդար ընտրություն լինի, իսկ հաղթելու պարագայում իհարկե ես միշտ էլ պատրաստ եմ եղել շնորհավորելու։ Եթե գյումրեցիները այսքան բանից հետո պիտի գնան ընտրեն քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, այս ամեն ինչը տեսնելով, թե ինչ է կատարվում Գյումրիում, ինչպես են վարվում Գյումրիում տեխնացուների հետ, գյումրեցիների ընտրած մարդկանց հետ, ուրեմն ես ինչ անեմ, եթե գյումրեցիները գնում են ընտրեն։ Իմ քաղաքի ժողովուրդը եթե գնա ընտրի, հարց ունեմ, Փայլակ ջան։ Ասա։ Նիկոլ Փաշինյանը Թալանի հետ վերադարձի տրամաբան։ Դա ինձ հետ բացարձակ կապ չունի, Թալանի հետ կապված ես ասել եմ հասցեատերը ես չեմ, քանի որ դրա հասցեատերը ես չեմ, ես ոչ նախկինում քաղաքապետ եմ եղել, ոչ մարզպետ եմ եղել։ Ես թող կառավարությունը գնա այդ Թալանների մասին իրենք են խոսում, գնան վերադարձնեն, ես որպես քաղաքապետ էի Թալան պիտի վերադարձնեի։ Գալուց ճանապարհը լրիվ քարուքանդ էր։ Այս կողմով ենք բոլոր տեղերն է քարուքանդ է, քաղաքացիական պայմանագիրը 7 տարի իշխանության է, կենտրոնական իշխանությունը իրենցն է, կոալիցիոն կառավարում էին Գյումրին, այդ ընթացքում իրենք կարող էին այս ամբողջ փողոցները, տնակները, ինչ խնդրեմ որ ուներ Գյումրին վերացնեն, քանի որ 7 միլիարդով պետական բյուջեն ավելացել է ու Գյումրիում տնակներն ու այս խնդիրները մնացել են ժողովուրդը։ Հիմա գալու են նոր հիշել են, որ իրենք իշխանություն են ու գալու են, որ Գյումրին կառուցեն։ Մենք կառուցենք Գյումրին կառավարության պետության գումարներով։ Պարոն Գրիգորյան, թատրոնում ձեր եւ Սարիկ Մինասյանի միջեւ որևէ կոնֆլիկտ չեմ ուզում այդ մասին խոսել, ժողովուրդ լրատվական ես չեմ ուզում այդ մասին խոսել, չեմ ուզում այդ անձնական խոսակցությունների մասին չեմ ուզում խոսել։ Այո, ճանաչել եմ նորմալով, ճանաչել եմ որպես նորմալ մարդ։ Բայց քաղաքացիական պայմանագիրը, ճիշտ ասած, այդ կարգի շփում չեմ ունեցել, որ գիտենամ ինքը այն ժամանակ էր Արցախ հաղթում, թե ԿՓ մտնելուց հետո նոր սկսեց Արցախը ու արցախցիներին ադել։ Դուր գալու համար, հա, Նիկոլ Փաշինյան։ Դե հասկանալի է, ես երբևիցե ինձ թույլ չեմ տվել ոչ մի ուժի հետ համագործակցության արդյունքում ես ինձ թույլ տամ այնպիսի բան, ինչ որ հաճելի է տվյալ քաղաքական ուժին։ Ես ինձ թույլ եմ տալու այնպիսի բաներ, որը հաճելի է ու ընդունելի է գյումրեցիների կողմից։ Քաղաքական ուժերը կկանել կգնան, բայց մենք քաղաքում մնալու ենք որպես քաղաքի մարդ, քաղաքի տղա, որպես պատգամավոր, որպես քաղաքապետ, այնպես որ կարևոր է այստեղ այս փորձությունների միջից մարդ դուրս գալն է ու մարդ մնալն է։